Սիրելիս, հզոր Աստծո ներկայություն կա։ Ամեն։ Հզոր Աստծո ներկայություն կա։ Փառք Հիսուսին։ Հիշում եք, չէ՞ մեր տարվա խոսքը։ Բաց աչքերի տարիա։ Սիրելիս, համ աչքերդ լավ բաց, համ սիրտդ բաց, վերցնելու են խոսքը, ինչ որ Աստված ունի քո համար։ Հիշում ես ինչ ժամանակ էր։ Ժամանակը օծությունդ վերցնելու ժամանակն է։ Սիրելիս, այսօր թող քո համար եղնի բժշկությունդ վերցնելու ժամանակ։ Փառք Հիսուսին։ Ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզի շատ օրհնի։ Լավ է սարը, որ միացել ես։ Կողքինիդ ողջունի, մի հատ լավ բան ասա, նստի Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Ամեն։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառաբանության թիմ ջան։ Այս հիասքանչ ներկայության համար։ Հալելույա։ Ոնց եք ժողովուրդ ջան։ Լավ։ Փառք Աստծո, փառք Հիսուսին։ Ամեն, ամեն։ Եղբայր ասում է, որ ստեղ ենք, ուրեմն լավ ենք, փառք Աստծո։ Ուրեմն դուք միշտ լավ եղեք, որ միշտ ստեղ եղնեք, ամեն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այսօր պատիվ ունեմ սիրելիներս, ծառայելու ձեզ Աստծո խոսքով, ու այսօր մի ուրիշ խոսք եմ պատրաստել, միշտ ասում եմ, որ պետք է հրաշքների ու վկայությունների խոսք եղնի, որ մենք պետք է վկայենք այն հրաշքների մասին, ինչը որ Աստված արել է, այսօր դրա մի մասն է, սկսում ենք հերթով վկայությունների մասին խոսալը, կարտալը, միգուցե եւ նաեւ մարդկանց բեմ կանչել, որ մարդիկ տենան ու չասեն, այ մարդ ուր է գնում, այդ աղանդավորների մոտ հավաքում են, ձեզի համոզում են, չգիտեմ, փողերը ձեզ վերցնում են, դուք էլ ձեզի կներեք ես բարիս համար վնուշատ եք արել, որ դուք բժշկված եք, որ դուք չգիտեմ ձեր կյանքում ինչ որ բանա տեղ ունեցել ու դուք էլ հավատում եք։ Այ էսա ճիշտ է։ Այ էսա ճիշտ է։ Եկեք իրար հետ մի տեղ կարտանք Աստվածաշնչից ու մեկնաբանենք։ Մատթեոս 12:10 Հալելույա։ Եվ ահա մի մարդ կար, ձեռքը չորացած։ Ձեռքը չորացած։ Նրան հարցրեցին եւ ասեցին, թե շաբաթ օրը արժան է բժշկություն անել, որ նրանից չարախոսեն։ Այստեղ են տեղն է, երբ որ Հիսուսը գալիս մտնում է տաճարը, մեկը կա հիվանդ, ձեռքը չորացած, ինվալիդ, հայր, չգիտեմ, ոչ հայերեն բառա, սախատ, եկելա ու հարցնում են, գիտեք ինչ են հարցնում, արժան է արդյոք շաբաթ օրը հրաշք անել, շաբաթ օրը բժշկություն անել, ու գիտեք ինչի համար, որպեսզի նրանից չարախոսեն, ոչ թե նրա համար, որ այդ էս չկարեցար, այլ որ ասեն, ով է քեզ իրավունք տվե, շաբաթ օրը, այն օրը, որ Աստծունն է, դու պետքա Աստծուն տաս, ու դու պետքա ոչ մի բան չանես, նույնիսկ պետքա չաշխատես, նույնիսկ դու իրավունք չունես, չգիտեմ, ճաշ պես այդ օրը, քո համար ոչ մի բան չես կարանես, այդ օրը դու պետքա տաս Աստծուն, ու նպատակը ինչն էր, նպատակը Քրիստոսից չարախոսելն էր, ու հետաքրքիր այն տեսեք ինչ ասում, եւ նա ասեց նրանց, ով կլինի ձեզանից այն մարդը, որ մեկ ոչխար ունենա, եւ եթե նա շաբաթ օրը ընկնի փոսի մեջ, միթե չի բռնիլ նրան եւ հանիլ, ապա որքան առավել է մարդը ոչխարից։ Արեք մի հատ իրար հետ ասենք, որքան առավել է մարդը ոչխարից, ապա ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել, փառք Հիսուսին։ Լսեք, հավաքվում ենք Տիրոջ տան մեջ, Աստծո ներկայության մեջ, պատկերացրեք հրեաները ունեն ավանդույթ, որ շաբաթ օրը ոչ մի բան պետքա չանեն, ոչ մի բան պետքա չանեն, շաբաթ օրը պետք չի հրաշք անել, բայց սիրելիս Քրիստոսին հուսացած մարդու համար ոչ շաբաթ պետք է եղնի, ոչ կիրակի, այսօր չէ վաղը, չկա դենց բան սիրելիներս։ Ես հատուկ ընտրել եմ այն տեղերը, որտեղ որ Հիսուսը հենց շաբաթ օրերն էր հրաշք անում։ Հենց շաբաթ օրեր հրաշք էր անում, մտնում էր տեղեր, բժշկություններ էր անում ու գիտեք մարդիկ չարախոսում էին, ոնց կարելի է շաբաթ օրը բժշկություն անել, ոնց կարա մարդը շաբաթ օրը բժշկություն անի, չէ որ այդ օրը Աստծունն է։ Հիմա մի հատ հարց եմ տալիս, ուզում եմ իրար հետ մի հատ մտածենք, սիրելիներս, միթե ավելի լավ է որ այդ մարդը մի օր ավել տանջվի։
Ու հետաքրքիր բանը ասում էր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, եթե մեկը մի ոչխար ունենար, ու այդ ոչխարը գներ փոսի մեջ, չէր հանելու, թե ասելու էր այսօր շաբաթ չի, մինչև կիրակի կաբրի։ Այ հենց կիրակի ապրի կգամ կհանեմ։ Եթե չէ, ուրեմն Աստծո կամքներից, էլիս Աստծո կամքը չի դա։ Աստծո կամքը չի, որ մարդը տանջվի։ Որ կարտաս հստակ գրված ասում է, Աստված ամբարիշտի մահը չի ուզում։ Աստված ամբարիշտի մահը չի ուզում, Աստված մարդու տանջվելը չի ուզում, Աստված մարդուն չի ստեղծել, որ մարդը տանջվի, Աստված մարդուն ազատ է ստեղծել մեղքից, մենք մեր ձեռով գնաց ընկել ենք մեղքի մեջ, ամեն, բայց Աստված ի սկզբանե իմ ու քո համար դա չի պլանավոր է, հալելույա, և տեսեք ինչ է տեղի ունենում, այն ժամանակ, 13-րդ խոսքը, այն ժամանակ ասեց այդ մարդին, ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց և նա ողջ եղավ, ինչպես մյուսը, չորացած ձեռքդ մեկնիր, գիտես այստեղ հավատքի քայլ է պետք, ինձ ու քեզ, սիրելիս, երբ որ ինչ-որ միտեղ մեկը քեզ ասում է, գնա այս եկեղեցի կամ գնա ինչ-որ մի եկեղեցի, կարևոր չի, կոնկրետ մեր եկեղեցուն չեմ ասում, գնա եկեղեցի, որտեղ որ աղոթում են, որտեղ որ Աստված հրաշքներ անում, գնա այդ եկեղեցի թող քո համար աղոթեն, կբժշկվես, ու գիտես դու ինչ ես անում, քեզ հավատքի քայլ է պետք, քեզ համարձակություն է պետք, որ որոշում կայացնես ու գաս այդ եկեղեցի։ Հիմա տեսեք, երբ բժշկվեց այդ մարդու ձեռքը, երբ որ ձեռքը մեկնեց։ Մինչև ինք իրա ձեռքը չմեկնես չէր բժշկվի։ Պատկերացրու ասես չէ, այսօր շաբաթ է Հիսուս ջան, գնա կիրակի կգաս։ Հենց ձեռքը մեկնեց բժշկությունը տեղի ունեցավ, հենց ձեռքը մեկնեց ասում է նրա ձեռքը նույն եղավ ոնց որ մյուսը, երկու ձեռքն է ողջացան։ Սերներս, գիտես հետաքրքիր է, մինչև երբ պետք է մենք թույլ տանք, որ ինչ-որ սատանայի սուտը, ինչ-որ մարդիկ սուտ խոսքերով կամ չգիտեմ ինչ-որ շեղված, իրանց շեղված տեսանկյունով ինձ ու քեզ համոզեն, որ եկեղեցում հրաշքներ չկա, մանավանդ են եկեղեցում, որի գլխին որ գմբեթ կամ խաչ չկա։ Ես այսօր եկեղեցիների դեմ չեմ խոսում, սիրելիներս։ Ուզում եմ իլուրս ամբողջ աշխարհին հայտարարել, ես ավանդապաշտ չեմ, ես աստվածապաշտ եմ, եթե ավանդապաշտությունը դեմ է իմ աստվածապաշտությանը, ես դեմ եմ նման ավանդապաշտությանը, Հովհաննես Ավետարան 9-րդ գլուխ, առաջին խոսքից կկարտանք, մի երիտասարդի մասին է խոսում Աստծո խոսքը, երիտասարդ, որ ընդհանրապես տեսողություն չի ունե, ծնունդից կույր էր, և տեսեք ինչ ասում Աստծո խոսքը, և անցկենալից մի մարդ տեսավ, ծնունդից կույր, և նրա աշակերտները հարցրեցին նրան և ասին, Ռաբի, ով է մեղանչել, սա, թե իր ծնողքը, որ կույր է ծնվել, Հիսուսն էլ պատասխանեց, ոչ դա է մեղանչել, ոչ էլ նրա ծնողքը, այլ որ Աստծո գործերը հայտնի լինի դրանում, Գիտես ինչ է նշանակում, լսեք, ասում է ոչ ինքն է մեղանչ է, ոչ ինքն է մեղք գործ է, ոչ էլ իր ծնողքն է մեղավոր։ Մեկ մարդիկ մեղք բան են անում, չէ, եթե ինչ-որ երեխեն հիվանդությունով է ծնվում, ինչ շատ են գրում, երեխեն հենց հիվանդությունով է ծնվում, մեկը ասում են, ուրեմն կամ հերը, կամ մերը մեղքի մեջ ա եղել։ Բայց երեխեն հիվանդությունով է ծնվել։ Սելես գիտես ինչ ասում, ոչ նա է մեղանչ է, ոչ ենի է մեղանչ է, ոչ էլ իր ծնողքը, այլ որ Աստված փառավորվի դրանում։ Հալելույա, որ Աստված փառավորվի դրանում։ Ու հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, եւ տեսեք ինչ է ասում։ Ինձ պետք է նրա գործերը գործեն, որ ինձ ուղարկեց, քանի որ օրը կգա, գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ոք կարող չէ գործել։ 6-րդ խոսքը, այս ասելով թքեց գետնի և թուկիցը ցեխ շինեց և ցեխը քսեց կույրի աչքերի վրա և նրան ասեց, գնա լվացվիր Սիլովամի ավազանումը, որ թարգմանվում է ուղարկված, և նա գնաց, լվացվեցավ, եկավ և տեսնում էր։ Սելիս, արեք ուշադրություն դարձնենք, ինչ տեղի ունեցավ։
Հիսուս չէր կարա ասեր, տես ու կտենար։ Ոնց որ եղբայրներին, որ եկան մոտեցան, ասեցին Քրիստոս Տեր, ուզում ենք տեսնենք, ասավ հավատում եք, որ կարամ անեմ։ Ասում է, հավատում ենք, ասում է, դե թող ձեր հավատքով ձեզ լինի։ Եվ Աստծո խոսքը ասում է, եւ նրանք իսկույն տեսնում էին։ Այստեղ մի ուրիշ բան է ասում։ Այստեղ իմ ու քո համարը հատուկ էստեղ ասում։ Ուրեմն ինչ ասում, թքեց գետնին, թուք ցեխ շինեց, ցեխը քսեց աչքերին ու ասավ, գնա Սիլովամի ավազանումը լվացվի, գնաց, լվացավ, եկավ տեսնում էր Փառք Հիսուսին։ Ու գիտես, գալիս են նրան հարցնում են, «Էս դու ո՞նց ես տենում, էս ինչ եղավ, ո՞նց եղավ, որ դու սկսեցիր տեսնելը»։ Բայց դրացիները եւ նրանք, որ առաջ ուս տեսել էին նրան, որ կույր էր, ասում էին, չէ որ սա այն նստող մուրացողն է։ Էս են մուրացկանը, չի որ նստած փող էր մուրում, որ փող տեսողություն չուներ։ Ուրիշները ասում էին, թե նա է, ուրիշներն էլ, թե նրան նման է, բայց ինքը ասում էր, ես եմ։ Մեկին ասում են, հա ինքն է, նման է իրան, այն մեկն էլ ասում է, չէ իրան նման է, ինքը ասում է, չէ էդի ես եմ, որ մի ժամանակ կույր էր, բայց հիմա տեսնում եմ։ Ու հետաքրքիր է, գիտես, եւ նրան ասեցին, ասում էին, ապա արդյոք աչքերդ ինչպես բացվեցավ։ Եվ նա պատասխանեց եւ ասեց, հիմա խնդրում եմ ուշադիր եղեք։ Մի մարդ անունը Հիսուս ցեխը շինեց եւ աչքերիս սկսեց եւ ինձ ասեց, գնա Սիլովամի ավազանումը եւ լվացվիր։ Գնացի եւ լվացվեցա եւ տեսնում եմ։ Սերես գիտես այս մարդու բժշկությունը ինչն էր։ Նայեք, միտեղ ասում է քո հավատքը քեզ ապրեցրեց։ Միտեղ իրանց այդ եղբայրների հավատքը ասում է թող ձեր հավատքով ձեզ եղնի ու եղբայրները հավատքով տեսնում են։ Այս մարդը չգիտեր ով է Հիսուսը։ Ասում է մի մարդ կար անունը Հիսուս։ Երևի առաջի անգամ է հանդիպե։ Հարցրել է ով է Հիսուսն է։ Գիտեք ինչ է ասում։ Հիսուսը երևի այդ մարդու մեջ հավատք չտեսավ։ Հիսուսը գիտես ինչ էր ուզում տենար։ Այդ մարդը կհնազանդվի իր խոսքին, թե չէ։ Կհնազանդվի իր խոսքին, թե չէ։ Հիմա պատկերացրու, կույրը նստած, հիմա քանիսն են իրան ծաղրե ու ձեր արե, քանիսն են իրան բան ասե։ Ու հիմա մեկը եկել է անունը Հիսուս, ինչ անում։ Ուրեմն ցեղ թքել է, ցեխա սարքե, քսել աչքերին, էս ինչ թազա բժշկության մեթոդ է։ Հերիք չի մի հատ էլ ասում է, հələ հելի գնա լվացվի։ Այստեղ կախված էր նրանից մարդը կվերցներ Աստծո խոսքը, կկիրառեր իր կյանքում թե չէ, բայց երբ որ ինքը վերցրեց Աստծո խոսքը, վերցրեց Քրիստոսի խոսքը, հնազանդվեց ու կիրառեց, պտուղները տեսանք։ Շատ հաճախ մարդիկ գալիս են ասում են Հովիվ ջան, աղոթի այս խնդիր ունեմ, աղոթում ես ասում ես այս բաները քեզ պետք է անես։ Հա Հովիվ ջան, եղավ, դուս ա գալիս ու ոչ մի բան։ Հետո մի ամիս հետո նորից գալիս է, Հովիվ ջան մի հատ եք աղոթես, որ աղոթեցի իր այդ պահին լավ է, դուրս եկա չգիտեմ, մի երկու օր դենց հա կարտացի, աղոթեցի, հրաժարվել է այդ ամեն ինչից, հետո մեկը չգիտեմ դեմս կտրեց, ջղայնացա սիգնալ տվեցի, չկարեցա, էլի պապիրոզը դրեցի, դնչիս, էլի սկսեցի ծխել, էլի հիմա նորից հազում եմ, էլի թոքերի հետ պրոբլեմ ունեմ։ Բայց այստեղ այս մարդը նայում ես ու հասկանում ես, տեսեք, կար գործողություն, որ ինքը պետք է աներ, այդ գործողությունը գիտեք ինչի մեջ էր, հնազանդվեր Աստծո խոսքին, ինչքան էլ որ իմ ու քո համար դա տարօրինակ եղնի ու անհասկանալի։ Եվ հետաքրքիր բան է տեղ ունենում։ 12-րդ խոսքը, եւ նրան ասեցին, ուր է նա, եւ ասեց չգիտեմ։ Բա հիմա ուր է Հիսուսը։ Չգիտեմ։ Տակ, մի հատ եմ հարցնում, ի՞նչն էր։ Ուրեմն նայ գնաց, նստած է, եկավ, թքեց, ցեղ շաղեց, քսեց աչքերիս, ուղարկեց Սիլովամի ավազան, ասավ գնա լվացվի։ Այդ մարդը չկա, Հիսուսը չկա, բայց ինչ կա, այս փոշին կա, Սիլովամի ավազանը կա։ Հիմա ես պատկերացնում եմ, գիտեք ինչ է տեղ ունեցել, երևի ինչքանը թե հողու փոշի կա հավաքել են, ու Սիլովամի ավազանը դադարգել են։ Ու մարդիկ ասում են, այս մարդու աչքերին ցեխ ակսե, բժշկությունն էլ Սիլովամի ավազանում վայ եղե։ Սելիս, բայց բժշկությունը ոչ ցեխի մեջ էր, ոչ Սիլովամի ավազանի, այլ Քրիստոս Հիսուսի մեջ, Փառք Հիսուսին։
կոնկրետ այս երիտասարդի համար, ով որ չէր տեսնում եւ տեսնում էր իր բժշկությունը Աստծո խոսքին հնազանդվելու մեջ էր։ Հենց հնազանդվեց Աստծո խոսքին, գնաց արավ այն ինչը որ Տերը իրան ասել էր, տեսավ։ Երբ որ գնանք հինուղտ կտեսնենք, Զորագլուխը գալիս է Մարգարեի մոտ, Մարգարեն ասում է, իսկ նույնիսկ դուրս է չի գալի, ասում է, թող գնա 7 անգամ մտնի Հորդանանը դուրս գա, կտեսնի, ինքը նեղվում է, ոնց մեր մոտ մաքուր ջուր չկար։ 7 անգամ պետքա գնամ, բայց ինքը վերցնում է այդ խոսքը 7 անգամ ընկղմում է, մտնում է ջրի մեջ դուրս է գալիս ու բժշկվում է։ Սելիս շատ հաճախ ուզում եմ քեզ ասեմ, քո բժշկությունը կախված է քո հնազանդությունից։ Դու հնազանդվում ես Աստծո խոսքին, թե չէ։ Քրիստոսի մեջ է, բայց եթե դու հնազանդ չես Աստծո խոսքին, չես ապրում Աստծո խոսքով, ինչ բժշկության ես այսօր սպասում։ Այսօրվա խոսքի վերնագիրը գիտեք ինչ է։ Բժշկող Աստված։ Մեր Աստված բժշկող Աստված է։ Երբ որ Հիսուսը գալիս է ասում, մի վախեցի մենակ հավատա, քեզի պետք է չվախենաս ու հավատաս, չվախենաս ու հավատաս։ Կրասնոդարի եկեղեցին չեմ հիշում, ինչքան վաղ արդեն սկսվել էր ու ծառայություն էինք անում, ինձ մի հաղորդագրություն եկա, որ ես գնամ մի քուրիկի համար աղոթեմ։ Ես իր մասին մի քանի անգամ վկայել եմ, բայց այսօր ուզում եմ ի ցույց աշխարհին, ի ցույց նաև համացանցով դիտողներին ցույց տամ։ Ես կխնդրեմ այդ նկարը ցույց տվեք քուրիկի, որ առաջ անգամ գնացել ենք իր համար աղոթելու։ Այս քուրիկն է։ Առաջ անգամ երբ որ գնացինք իր համար աղոթելու, իր մոտ քաղցկեղ էր 4-րդ աստիճանի, ու մետաստազները, սերներս տարածված էին բոլոր ամբողջ ոսկորներով մեկ։ Մետաստազները ոսկորների մեջ էր, ու ես հիշում եմ, երբ որ խոսում էինք իր հետ, իրանց հետ, իր աղջիկը ինձ ասում էր, ով ջան, չենք կարա իրան շոր հագցնենք, անենք, որովհետև երբ որ ուզում ենք ձեռը բարձրացնենք շոր հագնի, ոսկորները կոդրվում է։ Բայց գիտես, մի բան, որ ես ինձ պետք էր անել, քուրիկին ասել, Աստված կարա քեզի բժշկի, ես չէ, իմ մեջ զորություն չկա, նրա անվան մեջ է, քեզ պետք է իրան հավատալը։ Մի այդ նկարների շարան ունենք, որ մի քանի ամիս հետո այդ նկարը կա, մի քանի ամիս հետո, եթե կա մի քանի ամիս հետո այդ նկարը դրեք, մի քանի ամիս հետո։ Փառք Հիսուսին, սերներս, ֆոտոմոնտաժ չի, քուրիկը դալիճում նստած է, ծառայության վերջում կարաք մոտենաք շփվեք իր հետ։ Աստված կենտանի Աստված է, ամեն, Աստված բժշկող Աստված է։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ողջ փառքին արժանի ամենակ մեր Տերը, ամեն։ Փառք Հիսուսին, կարաս նստես մանուշ քուր ջան։ Հալելույա։ Եվ այստեղ տեսեք ինչ է տեղ ունենում։ Սկսեցին ինչ անել։ Այ մարդ չի կարա դենց բաներնի։ Չի կարա դենց բաներնի։ Ոնց կարար այս մարդը տենար ու հիմա չի տենում։ Գիտեք նույնիսկ ինչ աստիճանի է հասնում աբսուրդը, փարիսեցիների աբսուրդը ինչ աստիճանի է հասնում։ Հասնում է նույնիսկ այն աստիճանի, որ սկսում են կասկածել, որ այդ մարդը կույր է եղել։ Նույնիսկ սկսում են կասկածել, որ այդ մարդը կույր է եղել, ու գիտեք, հասնում են աստիճանի, որ կանչում են իրենց ծնողներին, իր այդ երիտասարդի ծնողներին ու հարցնում են, «Էսի ձեր տղան է, որ կույր է ծնվել»։ Ու իր ծնողները պատասխանում են, «Տղան մերն է, եւ գիտենք, որ կույր է ծնվել»։ Բա ոնց եղավ որ հիմա տենում, ասում է, չգիտեմ, չեմ կարող ասեմ, իրանից հարցրեք։ Գիտեք, վախենում էին, որովհետև այն ժամանակ գրված էր, ով որ Հիսուսի անունը տալիս էր, հрьяաները իրենց դուրս էին վռնդում, հանում էին իրանց շրջապատից, հա, այդ տարածքից հանում էին, ու ծնողները վախենում են, որ ասեն, որ հենց Հիսուս Քրիստոսը, որի համար որ դուք մեզ դատապարտում եք, որի համար որ դուք մեզ հալածում եք, հենց Հիսուս Քրիստոսն է, որ իրան բժշկել է։ Եվ շարունակությունը տեսեք ինչ ա լինում։ Երրորդ անգամ գալիս են կույրի մոտ։
Ասում դու 17-րդ խոսքում դարձյալ ասեցին կույրին, դու ինչ ես ասում նրա համար, որ աչքերդ բացեց, եւ նա ասեց, թե մարգարե է։ Մարգարե է։ Եվ հրեաները չէին հավատում նրան համար, թե կույր է, եւ բացվեցավ, մինչեւ որ աչքերը բացվածի ծնողներին կանչեցին։ Պատկերացնում եք, 24-րդ խոսքը, տեսեք ինչ ասում։ Հետո երրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, եւ նրան ասեցին. Աստծուն փառք տուր, մենք գիտենք, որ այդ մարդը մեղավոր է։ Այստեղ արեք իրար հետ կանգ առնենք։ Նայեք, ասում է, այ մարդ, Աստծուն փառք տուր, այդ մարդը մեղավոր է, որովհետև ով կարար շապատորով, էլի եմ ասում, եթե մարդը շապատորով բժշկություն արե, այդ մարդը մեղավոր մարդ է, նա չի պահել Աստծո օրենքները։ Պատկերացնում ես ինչ ավանդապաշտ աստվածապաշտներ էին, ճակերտավոր, ավանդապաշտ աստվածապաշտներ էին։ Ու տեսեք այնքան հետաքրքիր է, ու եղբայրը գիտեք ինչ է ասում։ Ուզեմ եղբոր պատասխանն լսեք։ 25-րդ խոսքը։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Թե մեղավոր է, ես չգիտեմ, մի բան գիտեմ, որ կույր է եւ հիմա տեսնում եմ։ Ես մի բան գիտեմ, ես չգիտեմ դուք ինչ անուն եք կպցնում Քրիստոս դավանող եկեղեցիներին, ասում եք աղանդավոր են, շեղված են, չգիտեմ կներեք ես բարիս համար կտծրած են, բայց ես գիտեմ, ես գնացել եմ այդտեղ, իմ համար աղոթել են, ես բժշկվել եմ։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես պատկերացնում եմ, թե այդ ժամանակ, երբ որ մարդիկ հարցրեցին, բա ուր է Հիսուսը, ուր է, հետաքրքիր բաներ էլ, գնանք տենանք, այդ ցեխից տանենք, ասենք հրեսա, դու իզուր մի արի, հեսա, մենք ցեխնել, փոշին է, ցեխնել, սիլովամի ավազարի ջուրն է, բերել ենք, ինչ է, մի հատ թքի, տակ, ստեղ ինչն է պետք, մի րոպե, ցեխը կա, փոշին կա, ջուրը կա, ստեմենակ մեզ Քրիստոսի թուքն է պետք, որ ինքը թքի բանանի, ցեխ շաղի։ Ու ստեղից ծնվում է շեղվածությունները, ստեղից ծնվում է չգիտեմ ինչերը, ու մեզ են ասում շեղված, որ մենք կենտանի Աստծուն ենք հավատում, որ հավատում ենք, որ բժշկությունն ու բժշկությունը Քրիստոսի մեջ է, ոչ թե պատերի ներսում։ Ինչ որ մի տեղ կգնաս, դու պարդադիր պետքա գնաս, 7 եկեղեցի մոն վառես, ոտով պետքա չգիտեմ ում նստեցնես վրեդ, այդ սարը այսենց պետքա բարձրանաս, որ բժշկություն ունենաս։ Սելիս այդ ամեն ինչը, երբ որ Հիսուսը ասում էր գնա, Հիսուսը ասում էր, որպեսզի տենա այդ մարդը կհնազանդվի իր խոսքին, թե չէ։ Քրիստոսին մարդկանց հնազանդությունն էր պետք, ոչ թե ինչ որ նոր մեթոդներ ստեղծելը մարդկանց բժշկության համար։ Մենք սա պետք է հասկանանք, ինչի է Տերը այդ ամենը ասում։ Ես չգիտեմ ոնց է Տիրոջ բժշկությունը տեղի ունենում։ Մարդը վարգանական, դու աղոթում ես, ինքը վարգանական բժշկվում է։ Մարդկա process պետք է անցնի, իր հավատքն է պետք, իր հնազանդությունն է պետք։ Մարդկա ընթացքում է եղնում, մեկ կույրը համար աղոթում էր, ասավ, տեսնում ես, ասավ, չէ։ Մի հատ էլ աղոթեց, հա տեսնում եմ մարդկանց ծառների պես, եւ երբ որ աղոթեց, հստակ ասավ, հա հիմա հստակ տենում եմ, մարդիկ են։ Նախանցած 3 շաբթի օրը ինձ մի եղբայր զանգեց։ 2 շաբթի օրը, նախանցած 2 շաբթի օրը ինձ մի եղբայր զանգեց ու ասա, որ ահա որ ցավերի մեջ է ու ցաղներսը իր խառնվել է իրար, հոգևոր աշխարհը խառնվել է իրար, անխաղաղ է, տունը խաղաղություն չկա, բոլորին կբնում է, բոլորին կծում է, բոլորին վիրավորում է, իր տան անդամները իրան չեն ուզում տենան։ Ու գիտեք, ասեցի հաջորդ օրը մեր մոտ 3 շաբթի օրը աղոթքի ծառայություն է, ասեցի արի աղոթքի ծառայության իրար հետ կշփվենք։ Քո հետ ուզում եմ շփվեմ, 3 շաբթի օրը արի խոսանք։ 3 շաբթի օրը եկավ, ապաշխարեց, մենք իր բժշկության համար աղոթեցինք եկեղեցում, աղոթքի սրահում։ Իդեպ հասցեն,
Российская 133/7։ Ու մենք իր համար երբ որ աղոթեցին, գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ուրախացած, sense ներսը, չգիտեմ, sense մի բան փոխված եղբայրը, որ նայում եմ, այս մարդը մի ժամ առաջ իմ հետ խոսալուց լրիվ ուրիշ մարդ էր, բայց ապաշխարությունից ու աղոթքից հետո լրիվ ուրիշ մարդ։ Ու ամիսներ շարունակ, ինքը ամիսներ շարունակ տանջվում էր ցավերի մեջ։ Հաջորդ օրը ժամը 8-ին, առավոտ 8-ին ինձ զանգելա, չեն վերցրել։ Թե ասա ես ինչ իրավունք ունեի, չէ ժամին քնած եղնեի։ Երբ որ արթնացա, տեսա որ զանգելա, վերցրեցի, զանգեցի, ասում է Հովիվ ջան, աղբեր ջան, ուզում եմ քեզի մի հատ բան ասեմ։ Ասում եմ, ասա։ Ասում է առավոտ որ դուրս եկա, զարթնեցի, մտածեցի սա այդ նույն ցավերն այ մոդեռնելու։ Ասում է որ գնացի լողարան, հասկացա որ բժշկվել եմ։ Մի անգամից։ Մեր Աստված բժշկող Աստված է։ Անցած 3 շաբթի իր ողջ ընտանիքով էր եկե։ Անցած 3 շաբթի աղոթքի ծառայությանը 6 հոգի մարդ ապաշխարեց։ Անցած 3 շաբթի պետք է ասու ինքը գնացել էր ու գիտեք որ իր այդ շփում է գիտեք ինչ ասեց։ Հովիվ ջան, այն հին Կարենը իր անունն էլ է Կարեն։ Այն հին մարդը, այն լավ մարդը հետ է եկե։ Ազատագրվել եմ, տանս մեջ խաղաղություն ա եկե։ Երբ որ եկավ իր կինը ինձ վկայում էր, որ ասում է ամուսինս փոխված է։ Ինքը այստեղ աղոթքի ծառայությունից հետո փոխված է հետ եկե։ Փոխված, ազատագրված եւ բժշկված։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Մի վկայություն եմ կարդում։ Ավելի ճիշտ պատմեմ։ Նախանցած կիրակի օրը ծառայության ժամանակ ծառայությունից առաջ Տերը սրտից դրեց հələ ծառայությունը չէր սկսվել նոր պետք է աղոթքով ծառայությունը սկսեի ու ես ծնգեցի ու սկսեցի աղոթել եկեղեցում բժշկության համար ու մի քուրիկ հավատքով վերցնում է այդ խոսքը հավատքով վերցնում է ու գնում է տուն ու հետո ինձի ձայնայինով ինքը հաղորդագրություն է գցում թե իր հետ ինչ է տեղ ունեցել ասում է ես իմ կրծքում ուռուցք ունեի։ Ասում եմ ամուսնուս խոստացել էի, որ երբ որ այս մայիսյան արձակուրդները կանցնի, այս ամեն ինչը կանցնի, մենք կգնանք եւ ես կվիրահատվեմ։ Ասում եմ ինքը այն աստիճանի մեծ էր, այն աստիճանի ցավոտ էր, որ ասում եմ ես նույնիսկ չէի կարա իմ ձեռքը բարձրացնել, որ ես չէի կարա իմ 2 տարեկան փոքր երեխա ունեմ, ասում եմ ես չէի կարա իմ երեխուն գրգեի նույնիսկ, չէի կարա բարձրացնել։ Ծառայությունից հետո երբ որ գնում ա տուն, իր երեխան վազելով գալիս է իր դեմս, էլ եմ ասում, ծառայությունից հետո մի ամիս հետո չէ։ Մի ամիս հետո չէ, ծառայությունից հետո առանց բժիշկների միջամտության ծառայությունից հետո երբ որ գնում ա տուն իր երեխան վազելով գալիս է իր առաջ ասում է երբ որ ես երեխայից գրգեցի ասում է մի բան հասկացա որ իմ ձեռքը չի ցավում ասում է երբ որ երեխես ինձի փաթաթվավ ասում է որ մտածում եմ ես մի հատ անտանելի ցավ եմ ապրելու այդ ցավն էլ չունեցա ասում է ասեցի տնաս ինչ է իմ հետ կատարվում երեխային դնում ա գնում նայում ա ու ուռուցքը այնքան մեծ ա որ շոշափելի ա եղել որ տենում ա ուռուցքը չկա ու ասում ա իմ ամուսնու ու գիտեք ինչից ամենաշատ ուրախած է ոչ թե ուրախացել ա նրա համար որ Աստված իրան բժշկել ա որ իր ամուսինը էլ իրան չի ասի դու գնում ես շեղվածների մոտ էլ չգնաս ու իր ուրախություն ասում ա սա Աստված ի ցույց իմ ամուսնուն արեց իմ ամուսնու համար արեց որ ասում ա ասեց եւ որ ամուսինը գալիս նայում ա որ այդ ուռուցքը չկա ասում ա ոնց ասում ա ես գնացի այն եկեղեցի որտեղ որ դու չէիր թողում պատկերացնում եք ոնց է ախից գալիս կոզր ունի է ձեռը ասում ա ես գնացի այն եկեղեցի որտեղ որ չէի թողում այնտեղ իմ համար աղոթեցին եւ ես հետեկատուն կադարյալ բժշկված Փառք Հիսուսին բժշկող Աստված մեր Աստված բժշկող Աստված է սելիս գիտես ինչ կան վկայություններ կան որ այս ինչը որ խոսում եմ այս մոտավորապես վերջի 3 շաբաթվա վկայություններն եմ ասում այս վերջի 3 շաբաթվա վկայությունները բացի այն քուրիկից որը որ սկզբից ցույց տվեցինք Այնքան վկայություններ կա, որ ես մտածում եմ մի օր կարելի այսպես բացել ուղագի կամ դուք կարաք մտնեք կոմենտարիաները կարդաք,
քարոզների տակ բացեք, մտնեք կոմենտարիաները կարտակ, թե Աստված ինչ հրաշքներ ա արել իրանց կյանքում։ Մի եղբայր ա գրում, եկել ա ծառայության ժամանակ չեմ ձեռնադրել, մասսայական աղոթք։ Աղոթել ենք իր համար, ընդհանուրի համար եկեղեցում աղոթել ենք ու եղբայրը գնացել ա տուն ու ոգևորված SMS ա գրում երկար։ Գիտեք ինչ ա գրում, Հովիվ ջան, դուք չեք պատկերացնում իմ հետ ինչ տեղ ունեցավ։ Ես չէի խոսում, կակազում էի, բայց հիմա վարժ խոսում եմ։ Աստված համրի բերանը լեզու ա դնում, սիրելիս։ Բժշկող Աստված։ Մի քույրիկ ունենք, որ եկել աստեղ, ես այդ օրը երևի ծառայության չեմ եղել, ստեղ չեմ եղել։ Մեր Ռոբերտ եղբայրը իր համար աղոթել ա, ինքը սրտի արտրիտ ա ունեցել։ Հաջորդ կիրակի ինձի վկայություն ա ուղարկում։ Ես եկա եկեղեցի, ինձ համար աղոթեցին ու Աստված ինձի բժշկեց։ Աստված բժշկող Աստված ա։ Հալելույա։ Սիրելի համացանցով դիտողներ ջան, Տերը ձեզի շատ օրհնի։ Եթե այս ծառայությունների ընթացքում նայելով Աստված ձեր կյանքում հրաշք արեք, կոմենտարիաների տակ գրեք, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն, փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Մի եղբայր գրեց, Հովիվ ջան ասում ա, դու աղոթել ես, ես հավատում եմ, որ ես բժշկված եմ, բայց կինս ինձ ասում ա, գնա, անպայման արի գնանք, մի հատ ստուգվենք, անպայման արի գնանք, ստուգվենք։ Ասում ա, բայց ես հավատում եմ, որ ես բժշկված եմ, ասում եմ, լսի, կարաս Տիրոջ փառքի համար գնա ստուգվես, որ կինը տենա, որ Աստված քեզ կատարյալ բժշկել ա։ Ասում ա, լավ բան է իր բան ես ասում, չի մտածել։ Գնում, գնաց է ստուգվել, ասենց ծիծաղելու սմայլիկներ ա ուղարկել ինձ։ Աստված փառավորվել ա։ Սիրելիներ, ես դեմ չեմ բժշկությանը։ Բժիշկներին շնորհակալություն, փառքը Աստծուն։ Հալելույա։ Որ ես բժշկի չգնայ, չէ իմանա, որ իմ մոտ ինչ-որ մի հատ խնդիր են հայտնաբերվել, որ մի հատ լավ, հավեսով, թոտոլ թիկյա, ես կներեք ես բարես համար, մի հատ թոտոլ թիկյա եղա, որ ասեմ Տեր ջան, փառք ես, որ ես զորավոր հրաշքը իմ կյանքում արեցիր։ Աղոթքի ծառայություններից մեկի ժամանակ մեր մոտ մի եղբոր բերեցին, արդեն ծայրահեղ վիճակով, քաղցկեղի ծայրահեղ վիճակով, ու մենք իր համար աղոթեցինք։ Անկեղծ եմ ասում, ես հավատում եմ, որ Աստված կբժշկի։ Ու հենց այդ ժամանակ էլ էի հավատում, որ մեր Տիրոջ համար անկարելի ոչ մի բան չկա։ Գիտեք ինչի եմ հավատում, որովհետև մեր Տերը ասել է, ինչի համար որ աղոթում եք, հավատացեք, որ կառնեք։ Ամեն։ Ես աղոթում եմ եղբոր բժշկության համար, ես հավատում եմ, որ կառնեի։ Չեմ կարա չհավատամ։ Ամեն։ Եթե իմ անունով աղոթեմ, կկասկածեմ, բայց իմ Տիրոջ անունի վրա չեմ կասկածում։ Կբժշկի թե չէ ինքն է անող է։ Կար ժամանակ հետո քույրիկից հաղորդագրություն ենք ստանում, ինքը ուրիշ մեր քույրիկի միջոցով հաղորդագրություն է ուղարկում, չէ ներողություն, 1000 ներողություն, ծառայությունը վերջացել էր, քույրիկը եկավ մոտեցավ ժպիտը դեմքին, ու դու որ ժպիտը նայում ես, ինչ ես հասկանում, մտածում ես պապան բժշկվել է, ամեն, ու ասում Հովիվ ջան, ուզում եմ մի հատ բան վկայեմ, ուրախությունով, ասեցի ասա, ու սպասում եմ, որ պետք է հրաշքի մասին խոսա, ժպիտը երեսին, ուրախությունով ասեց, պապան գնաց երկինք։ Կարաս փառք տաս ասում։ Հիմա կասես, այսքան լավ բանի մեջ, այդ բանը ինչի համար ասիր։ Գիտես ինչի, մարդը հասկացել էր, կարևորը հոգու փրկությունն է, որ պապան
Երկնքում հոր է դա։ Ու գիտեք, ինք շատ հետաքրքիր ձայնային հաղորդագրությունը ինքը երկար է։ Այդ վերջը ինձ շատ դուր եկավ, ասում է պապան հանգիստ Տերը Հիսուսը հանգիստ քուն տվեց պապային ու դենց քնած տարավ։ Չի էլ տանջվեր է պապան։ Սելիս հավատում եմ, որ Աստված կբժշկի։ Բայց ուզում եմ նաև մի հատ բան ասեմ քեզ։ Ընկերներ կային։ Չեմ ուզում հավատքդ կոտրեմ։ Ընկերներ կային, որ վստահ էին, ամուր կանգնած էին խոսքի վրա, որ ասում էին, նույնիսկ եթե մեզի չազատել, մեգա մենք քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու։ Արի գնանք մի հատ գիրբաց կա։ Արի գնանք մի հատ աղոթի քո համար, հարցերդ կլուծվի։ Արի գնանք, չգիտեմ, մի հատ մոմ թափող կա։ Կգնանք մի հատ հասկանանք քո հետ ինչ է կատարում։ Մենք ճշմարիտ Աստծուն ենք պաշտում։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Մի հատ տարիքով տատիկ ա մոտեցել ինձ։ Շատ եմ սիրում այդ տատիկներին, ժողովուրդ ջան, Տերը ձեզի շատ օրհնի, անկեղծ շատ եմ սիրում։ Մանավանդ աղոթող տատիկներին։ Մոտեցել է տատիկը ու գիտեք մի այդ բան ասում է Հովիվ ջան, մեծ կնիկ եմ, երեխեքը ստիպում են, ասում են, գնանք մամա ջան, այս բժշկի մոտ, գնանք այս տեղը, գնանք այս տեղը, ասում է, ես արդեն իմ տարիքս ապրել եմ, 80 տարեկան եմ արդեն, իմ տարիքը ապրել եմ, բայց իրանք համոզում են, որ ես գնամ ստուգվեմ, ինչ անեմ, գնամ թե չգնամ, ասի գնա, բայց ես հավատում եմ, որ Տերս ինձի բժշկել է, լավ ես անում, բայց երեխեքդ եթե ուզում են, որ գնաս ստուգվես, գնա ստուգվի, թող տենան, թե դու ինչ Աստված ունես, ինչ ամենակարող Աստված ունես, ամեն։ Ու մի քանի ամիս անցնում է, այդ տադի տղեկից մեկը ուզում է իմ հետ հանդիպի, բայց եկեղեցում չէ էլի եղբայր, հանկարծ մարդ չտենա, էլի ես չեմ ուզում այդպես տեղեր գամ, առանձին, եթե հնարավոր է, չեմ ծաղրում, հեգնանքով չեմ ասում։ Ուղղակի մեր աղբերն է, ես իրան շատ եմ սիրում։ Ասի լավ, խնդիր չկա, հանդիպենք, ու հանդիպենք, գիտեք ինչ է ասում։ Ուզում եմ քեզի շնորհակալություն հայտնեմ։ Ասեմ ինձ ինչի համար, ասում է, մենք մի քանի տարի մամային չէինք կարում համոզենք, որ մաման գար հիվանդանոց, ասում է մենք արդեն մտածում ենք, այս կնոջ հետ ինչ ա եղել, բայց ուզում եմ քեզի շնորհակալություն հայտնեմ, որ դու մամային համոզեցիր, մաման եկավ հիվանդանոց, ասի ինչ շնորհակալություն, փառքը Աստծուն։ Ինչ շնորհակալություն, փառք Աստծուն, ինձ նույնիսկ պետք է չի, որ շնորհակալություն հայտնես, բայց գիտեք հետաքրքիր ինչն էր, որ երբ որ իրանք տեսել էին, որ իրանք 80 տարեկան մամայի մոտ ոչ մի խնդիր չկա, ու իրանք 55 տարեկան են, սաղորը հիվանդանոցներն են, մամային ասել են, մամ, կերնի առաջի անգամ, երբ որ գնացել են հիվանդանոց, առաջի անգամ, մեծ տղեն, ով որ ընդհանրապես Աստծու անուն լսել չի ուզեցել, առաջի անգամ մտել է սենյակ, մոր սենյակ, ասել է, մամ, մեջքս ցավում է, մի հատ կերնի քո Հիսուսին խնդրես, մեջքս մի բան անի, էլի ես չգիտեմ ընդ ոնց անում, ասում է մաման ձեռը դրել է վրես, աղոթել է, գնացե քնել եմ, հավատքով եկե խնդրել է, գնացե քնել եմ, զարթնել եմ ու մեջքս չի ցավում, ու որոշեցի, որ զանգեմ քեզ քո հետ հանդիպեմ, որ ասեմ փառք Հիսուսին, ամեն։ Արի ոտի կանգնենք։ Կապ չունի, որ եկեղեցուց ես, կապ չունի համացանցով ես նայում, կապ չունի ոնց ես այստեղ հայտնվել, բայց եթե այստեղ ես, Աստված քո հետ գործ ունի։ Եթե այստեղ ես ու վերցրեցիր այս խոսքը, քեզ գիտես ինչ է պետք, կիրառես։ Չասես, բա որտեղ է իմ Սիլովամի ավազանը, ուր է այն ցեխը, որտեղ է, ինչ որ մեկից մի սպասի։ Հովանես Ավետարան 5-րդ գլխում մի պատմություն կա մի եղբոր մասին 38 տարի հիվանդ պարգած էր։ Գիտես ինչ էր սպասում։
ջրի շարժվելուն։ Այստեղ այս ջրի մեջ էր իր փրկությունը։ Ինքը ստեղ է շտենում, որովհետև տեսել է, որ Աստված Տիրոջ հրեշտակները ժամանակ առ ժամանակ գալիս էին ու ջուրը շարժում։ Հենց ջուրը շարժվում էր, առաջինը ով մտներ այդ ջրի մեջ, կբժշկվեր ինչ հիվանդություններ ուզում է ունենար։ Ու գիտեք, ինքը այդ ջրի մեջ էր տենում իր փրկությունը։ Ոնց որ երևի շատերը մտածում են, այդ փոշինա ու Սիլովամի ավազանը, ամեն ինչ ճիշտ ենք անում, բայց բժշկություն չկա։ Բայց բժշկությունը Աստծո անվան մեջ է, Քրիստոսի անվան մեջ է, Տիրոջ խոսքի մեջ է։ Հերիկա Տերը խոսար, հերիկա Տերը ասեր, վեր կաց, մահի չտար եւ ման եք։ Ասում է նույն ժամանակ վեր կացավ, մահի չվերցրեց ու ման էր գալիս։ Ու գիտես ինչ, Աստծուն փառք էր տալիս։ Սիրելիս, ես համաձայն եմ փարիսեցիների հետ, ովքեր որ ասում էին, Աստծուն փառք տուր, Աստծուն փառք տուր, քեզ բժշկողը Տերն է, բայց մի փորձեք, չփորձեք, Քրիստոս քարոզող եկեղեցիներին պիտակավորեք, դա ձեր շահերից չի բխում։ Եվ երիտասարդը, որ 38 տարեկան էր, այն որ չէր քայլում, այն որ սպասում էր, որ երբ է տենաս ջուրը շարժվելու, երբ է ինչ-որ մեկը սրդից անցնելու քաշի, ինձի այսենց գցի այդ ավազանի մեջ, ասի դու բժշկվի։ Այս աշխարհը քեզի դες բան չի անի, ասեմ։ Եթե հրեշտակները ժամանակ առ ժամանակ էին գալիս, բայց իրանց կամքով չէ, Տիրոջ թույլտվությունով, Տերն էր իրանց ժամանակ առ ժամանակ ուղարկում։ Եթե հրեշտակները ժամանակ առ ժամանակ էին ջուրը շարժում, ուզում եմ ասեմ, Հիսուսը ամեն ժամանակ կարա քեզի բժշկի։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, բժշկող Աստծուն։ Ամեն։ Ես կխնդրեմ փառաբանության թիմը գա։ Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցում, նման եկեղեցի չի եղել, ու ինքը նման եկեղեցում առաջի անգամ է։ Եթե այստեղ ես, ձեր բարձրացու ողջունեն քեզ։ Տերը ձեզի շատ օրհնի, Տերը ձեզի շատ օրհնի, հալելույա, փառք Հիսուսին։ Սերներս, ես կխնդրեմ, ես այստեղից կիջնեմ, դուք էլ այդտեղից արեք իրար հետ մենք այստեղ հանդիպենք, մի հատ աղոթք կանենք, ամեն, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, բարև ձեզ, Տերը ձեզի շատ օրհնի, Տերը ձեզի շատ օրհնի, Տերը ձեզի շատ օրհնի, Աստված օրհնի ձեզ, Տերը ձեզի շատ օրհնի, փառք Հիսուս, մի քիչ էս կոմ եկեք, գիտեք հիմա ուզում եմ իրար հետ մի հատ աղոթք կանենք, ասենք Հիսուս ջան, ինչ եղե չի եղե, խնդրում եմ ներես ինձ, ես իմ կյանքը ուզում եմ քեզ տամ, կանեք այդ աղոթքը իմ հետ, ամեն, հա, եկեղեցի խնդրեմ փագես աչքերդ ու իմ հետ կրկնես, ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ, Հիսուս Քրիստոսի անունով, սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար։ Ինձ մեղքերից ազատելու համար։ Խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն, փառք Հիսուսին, հալելույա։